Բարև ձեզ երեխաներ։ Ինչ էր մեզ այսօր հանձնարարված։ Խնդրեմ Լիա։ Մեզ այսօր հանձնարարված էր Պարուշ Սևակի Հայաստան բանաստեղծությունը վարժ կարդալ, բանաստեղծությունից դուրս գրել պատմական եւ մշակութային անունների մասին տեղեկություն եւ դրանց վերաբերյալ նկարներ։ Ուրեմն դուրս գրել անունները, պատմական, մշակութային բերել տեղեկություն եւ նաեւ դրանց վերաբերյալ նկարներ։ Ճիշտ է։ Որն է մեր այսօրվա դասի նպատակը երեխաներ։ Մեր դասի նպատակն է արտահայտիչ գեղեցիկ կարդալ բանաստեղծությունը, մեկնաբանել բանաստեղծության բովանդակությունը բանաստեղծի եւ ձեր բառերով, վերհանել բանաստեղծության արտահայտած գլխավոր հիմնական գաղափարը, դասի ավարտին մենք ինչպիսի վերջնարդյունքներ կստանանք, դուք կկարողանաք տեքստից դուրս գրել պատմական մշակութային անունները, ներկայացնել դրանց վերաբերյալ ձեզ պեղած, գտած տեղեկությունը, ներկայացնել կապը մեր ժողովրդի պատմության, նրա անցած ուղուն, նրա ձեռքբերումների հետ, կարժևորեք դրանք, կարտահայտեք ձեր վերաբերմունքը եւ նաեւ ձեր դիրքորոշումը ու կդաստիարակվեք որպես ձեր երկրի, ձեր ժողովրդի պատմությունը, մշակույթը, արվեստը, գրականությունը, նրա անցած ճանապարհը իմացող, գնահատող հայրենասեր քաղաքացիներ։ Սկսենք ուրեմն դասը, ուրեմն բանաստեղծության հեղինակը Պարուշ Սևակն է։ Ո՞վ է Պարուշ Սևակը։ Խնդրեմ Արթուր։ Պարուշ Սևակը հայ մեծ բանաստեղծ է։ Հայ մեծ բանաստեղծ է, ուշադիր։ Եվ որտեղ է ծնվել Պարուշ Սևակը։ Խնդրեմ Իզաբելա։ Հայ մեծ Պարուշ Սևակը ծնվել է 1924 թվականին հունվարի 24-ին Պետրոշրջանի Չարախտի գյուղում, որը այժմ կոչվում է Արարատի մարզի Զարգակատորիում, ի պատիվ Պարուշ Սևակի Արարատի Զարգակատորիում պոետի։ Լավ, ապրես նստիր։ Պարուշ Ղազարյանը, չէ՞ նրա իսկական անուն ազգանունը։ Ինչպես է նա ընտրել իր գրական կեղծանունը, Սևակ։ Խնդրեմ Հայկ։ Պարուշ Ղազարյանը իր գրական կեղծանունը ընտրել է ի պատիվ արևմտահայ գրող Ռուբեն Սևակի, որը զոհվել է Եղևնի ժամանակ։ Այո, Ռուբեն Սևակի, ապրես նստիր։ Ո՞րն է Պարուշ Սևակի առաջին ժողովածուն։ Տեսնեմ, խնդրեմ Նարեկ, ասա։ Առաջին ժողովածուն անմահները հրամայում են լույս է տեսել 1948 թվականին։ Այո, լույս է տեսել 1948 թվականին, նստիր։ Լավ, հետագա տարիների ուրիշ ինչ ստեղծագործություններ, ժողովածուններ, գրքեր նա գրեց, խնդրեմ Անի։ Հիմա իմաստը ծնում պոեմ։ Այո, խնդրեմ Ռուսանա։ Ճիշտ է, խնդրեմ Մարիամ։ Ապրես, Սամվել։ Լռելի զանգվածում Պոեմը, այո, ուրիշ, խնդրեմ Մարի։ Նահանջ երկու պոեմը, տեսնեմ, ասա սերքեմ։ Լիևիցի լույս ժողովածուն, նստի, լավ բարյալեք խոսեք դրա մասին ասա, երաձայն պատարասակից, ետ երկոս, կարդանք մեր բանաստեղծությունը, Հայաստան բանաստեղծությունը մի րոպե, բայց ինչև կարդալը, բացեք բանաստեղծության իր QR կոդը և լսենք մեր սիրելի Պարուշ Սևակի ձայնը, թե ինչպես է ինքը կարդում իր Հայաստան բանաստեղծությունը, բացեք իհակ երեխաներ QR-ով, հեռախոսով, Եկեք լսենք միայն Անահիտի հեռախոսով, դուք բացեցիք, բայց ձայնը խնդրում եմ իջեցրեք, հիմա կլսենք ուշադիր։ Լսեցիք, հետաքրքիր է ձեզ Պարուշ Սևակի ձայնը, տեսա՞ք, լավ, իսկ հիմա սկսենք կարդալ բանաստեղծությունը, Սամվելը կսկսի, հետևում ենք գրքերին, բանաստեղծությանը։ Բավական է, շարունակում ենք, խնդրեմ Նարեկ։ Դուքիսաբեր անձոցուվեր, մադավանցյան մազանիքը, դուզվարնոց ավելտաճար, կոմիտասյան ծիրանիծար, դուջերավաց խորում, հորովել անոր ծորում, փայլ կութանի, արծակ խոքի, գուլեն նիզակ, մոկունդ հոպի։ Բավական է, շարունակում ենք, խնդրեմ Անշոտ։ Դու հայրենի ծխանի ծուխ,
Դու անգիր դու սասնածոր, իմ փառապանց, իմ տառապանց, իմ բարձրանուն, իմ քաղցրանուն, դու մրգերի շտեմարան, ոսկեվայցան գինու մառան, դու թավշելեղս, դու փրփուրած, արտաշատյան խաղու սևաճ, դու Սևանի վարվող կողակ, Երևանի սյուն ու խոյակ, դու հանգրվան կանչող փարոս, դու հայկական գերբ ու դրոշ։ Բավական է, ապրես Ալեն։ Խոսում վկակողացի, աչի ցամքած լացի, արդարության ահագանձյան, սրի պայծան, սիրո մատյան, միշտ հին ու նոր իմ Հայաստան։ Հիմա մենք հենց այստեղ տեղում կձևավորենք խմբեր եւ քանի որ տանը հանձնարարված է որ դուք տեղեկություն բերեք հանրաստեղծության մեջ արկա պատմական, մշակութային, ճարտարապետական անունների մասին նաեւ նկարներ հիմա խմբերը տեղում կձևավորենք եւ կստանաք խմբային աշխատանքի առաջադրանքներ, կաշխատեք եւ պաստառի տեսքով եւ նաեւ ձեր խոսքը գեղեցիկ սամ ձևակերպելով կներկայացնեք։ Պատում եք դուք արդեն ստացել եք ձեր հանրարարությունները։ Բարձր խմբի հանձնարարությունը, գիտեք ինչ պիտի անեք, դե աշխատում եք, բայց դրա վրա երևա արդյոք, ձեզ մոտ ամենից բարձր եք, այո, բարձր առաջադրանքը, հասկանալի է, երեխաներ որ երաժշտությունն է հնչում, այո, աշխատում եք ժամանակը ավարտվեց եւ աշխատանքները ինչպես տեսնում եմ ավարտել եք, այժմ յուրաքանչյուր խումբ կներկայացնի իր աշխատանքը։ Լավ, հիմա խնդրեմ ձեր խմբից սկսենք։ Մոտեցեք։ Դուրս գրել Պարուս Սևակի Հայաստան բանաստեղծությունից ճարտարապետական եւ պատմական խորհրդանիշները, ինչ գիտեք նրանց մասին, ինչ նշանակություն ունեն նրանք Հայաստանի համար։ Հայաստան բանաստեղծությունից մենք հանել ենք ճարտարապետական եւ պատմական խորհրդանիշներից Արտաշատը, Զվարթնոցը, Ամրոցն ու Բերդը։ Արտաշատը, Զվարթնոցը, մեր քարտեզը, Ամբերդը եւ Ամրոցը։ Լավ, եւ քանի որ դուք հիմա տեղեկություն եք ներկայացնելու այս պատմական եւ ճարտարապետական հուշարձանների մասին, դուք հիշատակեցիք Արտաշատը եւ դա եւ երբ որ ներկայացնեք, տեսեք դուք արդեն տեղյակ եք, չէ՞, ով է հիմնադրել Արտաշատը։ Տեսեք սա իհարկե նախ այլ դասարանն է պատրաստել պատմություն առարկայից Արտաշեսյան թագավորությունն է բոլորը տեսնում են, տեսնում եք Արտաշես արքան է, իսկ այս արքան Տիգրան մեծն է։ Ապրեք, դե հիմա լսեք ձեր աշխատանքը։ Զվարթնոցի տաճարը կառուցվել է այն ժամանակ, երբ Հայաստանը գտնվում էր Բյուզանդիայի տիրապետության տակ, երբ նորեն սկսվել արաբական արշավանքները, Զվարթնոց տաճարը կառուցվել է 643 թվականին ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Շինարարի առաջնության տարիներին։ Զվարթնոց անվանել է պատմիչ Սեբեոսը, այն Զվարթնոց կոչվում է երկնային զինվորների բազմություն, որը երևացել է Գրիգոր Լուսավորիչի տեսիքների ժամանակ։ Ապրես, եւ զինվորների խումբ արկել, բազմություն արկել, ռեշտակների խումբ, այո, շատ ճիշտ է, զվարթնություն նշանակում է ռեշտակներ, այո, երկնային զինվորներ, որ դարում է կանչվել 7-րդ դարում։ Այո, եւ այն մեր ինչի մեր ժողովրդի որ հատկանիշի խորհրդանիշ է։ Ճարտարապետության, նաեւ հոգեվոր մշակույթի, չէ՞, լավ, հավատի, ապրես, լավ, հաջորդ ով է Հայաստան հայկական ամրոցները կապվում են իրար հասանելի վայրերում, եւ բացի վայրերում, նրանք շրջապատվում էին աշտարակավոր եւ բուգաձև վայրերով, պահպանվում էին հողախմբերով եւ ջրային ինչերով, ջրային փոսերով, որպեսզի ապահովեն ամրոցը։ ջրային փոսերով մեր թարգությունից առաջին եւ դարերում բանի ամրոցներից էին օրինակ Ուշպավանը, Էրեբունի Երևանը եւ այլն։ Շատ ճիշտ, Էրեբունի Երևանը ամրոց քաղաք էր, ապրես, շատ ճիշտ է։ Լավ, շարունակում ենք։
Հայկական գյուղից 7 կիլոմետր հյուսիս։ Այո, լավ, դուք դուրս եք հանել մեր պատմական եւ ճարտարապետական կոթողների անունները եւ ներկայացրեցիք շատ հանգամանալից տեղեկություն։ Նստեք, հաջորդ խումբը մշակութաբաններ, խնդրեմ հանեցեք։ Լավ, ուշադրիր, հիմա բոլորս լսում ենք, խնդրեմ։ Առանձնացել բանաստեղծությունից այն բառերն ու բառակապակցությունները, որոնք մեր մշակութային եւ հոգեվոր խորհրդանիշներն են։ Կոմիտաս։ Կոմիտաս Սողոմոնյանը հայ դասական երաժշտության հիմնադիր է, նա հավաքել եւ փրկել է հազարավոր երաժշտություններ, ստեգալ դրանք օդանավթություններից։ Մեր հայկական երաժշտությունը մաքրել է օտար ազդեցություններից, լավ։ Ծիրանիծար երգը Կոմիտասի ամենահայտնի մշակույթներից է, այդ երգում պատկերված էր մեր հայերի կարոտը եւ սերը հայրենի բնության հանդեպ։ Լավ, շատ ապրես, ուրիշ։ Սասնածռայեպոսը եղել է 8-ից 13 տարեում, Սասնածռայեպոսը եղել է մեր պատմությունը եւ մեր ուշադրությունը։ Սասնածռայեպոսը պատմված է 4 գյուղից՝ Սանասը եւ Բաղդասը մեծ մնես Սասունի տարի փոքրից։ Այո։ Առաջին Մագաղաթեմատյանը պատրաստվել է որդի, գարան եւ ուլի մորթուց։ Մագաղաթեմատյանը նաեւ Հայաստանի ոչ պետական խորհրդանիշներից մեկն է։ Մագաղաթեմատյաններից շատերը պահվում են մատենադարանում։ Ամենամեծ Մագաղաթեմատյանը դամաշրջանուտին է, որը կշռում է մոտ 28 կիլոգրամ։ Այն երկու կանանց շնորհիվ մեծ եղածի ժամանակ կիսվել, վերել եւ հասցրել են Արևելյան Հայաստան։ Ապրեք, շատ ճիշտ, դուրս եք գրել մեր մշակութային խորհրդանիշները, այո։ Հաջորդ խումբը, խնդրեմ, հաստատակիցները մոտենան։ Խնդրեմ, լսում եք ձեր աշխատանքը։ Ինչպես է արտահայտված բանաստեղծության մեջ հայ ժողովրդի խաղաղ ու ստեղծագործ աշխատանքը, գտել համապատասխան տողեր եւ բացատրեք։ Դու հորովել անուշ ծորում, հայ բութանի արծաթ կոպի, դու թավշտես, դու փրփուրած, արտաշատյան խաղող սևոչ։ Գութանը հնեգո եւ ծանր երկրագործական գործիք է։ Այն նախատեսված է հողը հերկելու եւ վարելու համար։ Ստորից մեջ է եւ ավելի խորն է վարում։ Գութանը ստեղծված է գայդից եւ ներտեղյա կտորներից։ Ապրես, Այն քաշ է տվել եզների միջոցով։ ճիշտ է, դրանց օգնությամբ ողջ։ Հորովելը հայավանդական երգ է, որը երգել են Գութանը վարելու ժամանակ։ Ասում են, որ այն հեշտացրել է Գութանը վարելու ընթացքը։ Նրանք երգելով վարել են, դա եղել է սկսվել է շատ հին ժամանակներից եւ Գութանը ուղեկցել է գյուղացուն ծանր աշխատանքին, ժամանակ հաճախ ատացոլվել լեռների, եզների եւ վարուցանքի ժամանակ։ Ապրես, շատ ճիշտ է, Ջրաղացը ջրի ուժով շարժվող անորաղաց է, որի շնորհիվ աղում էր աղում են ցորենը, գարին, օրեկը եւ այլ հացահատիկներ։ Լավ, ինչ ունեք ներկայացնելու ձեր մոտ աշխատանքի խորհրդանիշներն էին, չէ՞, ստեղծագործ աշխատանքի։ Ես ներկայացնում եմ լավաշա հին հայկական հաց է, որը թվում է տանելուն։ Այսինքն դուք ներկայացրիք աշխատանքի, ստեղծագործ աշխատանքի խորհրդանիշները, հատվածները, թե ինչպես են արտացոլվել, տեղեկություն դրանց մասին եւ ինչի այս ամենը ինչ նպատակով է մեր բանաստեղծը ներկայացրել բանաստեղծության մեջ։ Աշխատանքը, որ մենք եւ ստեղծում ենք նոր նորություններ, մենք նաեւ օգտագործենք, մենք աշխատասեր ենք, ցույց է տալիս մեր աշխատասիրությունը, այո, շնորհակալություն եւ ես տեսնում եմ Լիան ինչպես միշտ սիրելի գործիքով է ներկայացրել, ինչ ունեք ձեր խմբի հետ կապված։ Ես Հայաստան բանաստեղծության համար համահունչ երգ եմ գտել եւ ուզում եմ գիտարը մեկնես։ Լավ, բանաստեղծության տրամադրությունը, հույզերը, ասելիքը ուզում ես երկով ներկայացնել, սիրով կլսենք, լսում ենք։ Good
երկրորդը թափից եւ ցավ։ Իմ տանեկացի վշտը ջուրը կտավաս ասում կապոտարացի ոչի տաճ ցանկացածի։ Ապրեք։ Երրորդը հիասմուտ եւ գեղագիտական վայել։ Դու բարբերի ծավալաշատ, արոնի վեր փրվաշատ, դու մրգերի շտեմարան, դու թափշդեմ, դու փրփուրհատ, դու ատաշիչա խաղուցեվալ, դու գոմիտասեն ծիրանիտար, դու որովել անուս տոնուն։ Հաջորդը խնդրեմ։ Ոգևորություն եւ մարտական հրամայություն։ Դու մեծ իզակ մկունտ կողի արտարության աղեղացյան սիրով մարցյան սսարի բացյան։ Ահա։ Նույն ընտրել ենք նարնջագույն Հաջորդը Լավատեսություն եւ հավերժություն։ Հների մեջ գալը հետ, նորերի մեջ նորոջա հետ, դու անգրվան կանչող փարոս, միշտին ու նոր իմ Հայաստան։ Մենք ընտրել ենք դեղին գույնը, որ արևի շողել է, այսինքն պայծառություն, լուսավոր թախիծը, մենք առանձնացել ենք երկրով, լուսավոր թախիծը փոխում է հաղթական բարություն։ Սիրով լսում եք ձեր աշխատանքը, մի րոպե Ռուզանա ջան։ Ապրեք խնդրում եմ ձեր խմբի աշխատանքը։ Ինչ գույներ եք տեսնում բարենպաստության մեջ, դուք գրեք համապատասխան տողեր եւ մարզեր։ Ոսկեգույն երկրին, արևի հարստության, ոսկեբազյան գինու արավ ու թավշը դեղս։ Ահա, այո, տողերը գտել եք, ոչ կետնին դեղին եւ համապատասխան տողերը դուրս եք գրել, ապրեք, հետո Հների պիշտոներ հետ, հայ կտանի արձակողի, դու դուրս ընտրել ենք արցատագույն եւ սպիտակգույնը։ Արցատագույնը մեր կտանի եւ մեր աշխատանքի գույնը, իսկ սպիտակը մեր պապերի ջերմակ մազերի գույնը։ այո, այստեղ ներկայացրել եք այս գույներով։ Ճիշտ է, ապրեք, հաջորդը նայեք ինչքան հետաքրքիր է երեխաներ։ Կոմիտասյան ծիրանի ձար, ընտրել ենք ծիրանագույնը։ Ծիրանագույնը կապվում է մրգերի եւ հայկական երաժշտության հետ։ Ծիրանի ձան, չէ՞։ Իսկ ծիրանագույն էլ ինչի հետ կարող են կապել։ Մեր արքաներին չեն Մեր գրել։ արքաները նրանց թիկնոցի Եղել են ծիրանագույն։ ծիրանագույն։ Այո, նաև սա մեր պետականության խորհրդանիշ է։ Ապրեք։ Ուրիշ, հաջորդույն Դու Սեյվանի վարվող կողակ։ Սեյվանը մեր կապույտ գեղեցիկ տեսարժան վայր է, որը մեծ նշանակություն ունի հայ ժողովրդի համար։ այո, եւ ընտրել եք Սերժան, այստեղ որ գույները, կապույտը։ Այո, Սևանը կարող ենք ասել, որ մեր կյանքի խորհրդանիշն է։ Այո, եւ մեր գեղեցկույն է կապտաչա։ Լավ, հաջորդը Խոսեմ ուղղա կոտորածի իմ տարապանից։ Այս տողերի համար մենք ընտրել ենք սև գույնը, տարապանքի ցավերի գույնը, ասելով ինչքան ցավեր են ապրել մեր ժողովուրդը։ այո, ցավոք սրտի մեր պատմության մեջ այսքան վառ գույների հետ կա նաև սևը, մեր ցավը, մեր վիշտը, եղերնը, այո, լավ, շնորհակալություն եւ Դու բարբերից ավարտաշատ, նորերի մեջ նորը ջահիկ, երիտասարդության կանաչ գույն, նաև կյանքի և վերածննդի գույն։ Այս բոլոր գույների համադրությունը ստեղծում է այն պատկերը, որ Հայաստանը և հին է և մշտապես նորոգվող։ մշտապես նորոգվող է։ Ապրեք, շնորհակալություն։ Կայացնում ենք հաջորդ խմբի աշխատանքը։ Խնդրեմ, ձեր ահա Որոնք են պայքարի և վերածննդի խորհրդանիշները հիմնավորել պատասխանը տողերով։ Պայքարի խորհրդանիշները ցույց են տալիս հայ ժողովրդի դիմացկունությունը և պայքարի թշնամիների դեմ։ Համապատասխան տողերն են նիզակ մկնոտ կոպիտ, զենքի միջոցով ներկայացնում է հայ ժողովրդի պայքարը։ այո, Վերածննդի խորհրդանիշները հյումիկի թռչումը, արևը եւ դիքերը։ Վերածննդի խորհրդանիշները ցույց են տալիս կյանքի շարունակությունը, հայրենիքի գեղեցկությունը եւ նորացումը։ Համապատասխան տողերն են կոմիտասյան ծիրանիցար, ազգային մշակույթի եւ ոգևոր վերածննդի նշանը։ այո, ճիշտ է, կոմիտասյան ծիրանիցարն է մեր վերածնունդը, ճիշտ է։ Էլ ուրիշ Երևան համարվում է աշխարհի ամենահին քաղաքներից մեկը։ Այն սկսվում է 1752 թվականին եւ հիմնադրվել է Երևանի առաջին կողմից։ 2026 թվականի հաջորդերով Երևանը 2800 տարեկան է։ Այստեղ մենք ներկայացրել ենք Հայաստանի պետական խորհրդանիշները։ Դրոշը Հայաստանի պետական խորհրդանիշների սմիկն է։ Այն սահմանված է Հայաստանի սահմանադրությամբ, դրոշի մասին օրենքով։ Կազմված է կարմիր, կապույտ եւ ծիրանագույն գույներից։ Կարմիրը խորհրդանշում է հայ զինվորների այրունը, կապույտը խաղաղ երկինքը, իսկ նարնջագույնը ժողովրդի արարչական տաղանդը եւ աշխատասիրությունը։ ապրեք, դա ճիշտ է։ Իսկ նման Հայաստանը ընդգծում է, որ Հայաստանը ունի իր պատմություն, բայց մշտապես է վերածնվում նույն հարազատ ժողովրդի համար։ Այսինքն կարգը իրենց ուտել շատանան։ Ճիշտ է։ Հրաշալի աշխատանքներ ներկայացրիք երեխաներ, շատ ճիշտ ձևով մոտեցել էիք հանձնարարությանը, շատ ճիշտ ձևով տվել էիք ձեր պատասխանները, տրամաբանել էիք, ձեր կարծիքներիք դրսևորել եւ սովորել էիք եւ արժեվորել այն ամենը, ինչ դարերի ընթացքում ստեղծել է մեր ժողովուրդը։ Հիմա ես ուզում եմ ամփոփենք մեր այսօրվա աշխատանքը, մեր բանաստեղծությունը եւ կամփոփենք
հետևյալ ձևով երեխաներ։ Կարինը, քանի որ մեր նկարիչն է, ես նրան հանձնարարել էի, որ նա ընտրել եւ նկարել մեր երկրի, մեր հայրենիքը ներկայացնող խորհրդանիշ, եւ Կարին ընտրել է եւ Կարին ջան, ինչ ես ընտրել, մի հատ ներկայացրու կամ մի տեսնեմ։ Ինչ ես պատկերել։ Պատկերել եք դիտացար։ Ոչ, Ծիրանենի աղավաղները մեր նաև մարմակներն ես նկարել, որպեսզի պատմություններ, այո, սառի կանաչ տերերը մեր նոր այո, մեր անցածի ինչերն են, արդյունքներն է, պատմությունն է, մշակույթն է, բերքն է, ճիշտ է։ Լավ, հիմա երեխաներ, ես կփակցնեմ գրատախտակին եւ մենք բանաստեղծությունը կամփոփենք, իհարկե հետեւյալ հարցերով, ինչ տեսանք, ինչ լսեցինք, ինչ զգացինք եւ ինչ հասկացանք։ Ամփոփումը կանենք մեր կենաց ծառի Ծիրանենու օգնությամբ եւ հարցերին կպատասխանենք ձեր թերթիկների վրա հարցը կտանք, կգրեք ձեր պատասխանը եւ այստեղ կփակցնենք։ Եղավ ուշադիր։ Առաջին հիմա մտածում եք ինչ տեսանք, գրում եք եւ ներկայացնում։ Խնդրեմ հիմա։ Մեր մշակույթը թերթիկներ արա։ Ահա, մոտեցիր։ Մեր մշակույթը որտեղ կփակցնես, երևի բնին, այո, ապրես, էլ ինչ ենք տեսել, խնդրեմ։ Մեր հայերի պատմությունը եւ ճարտարապետությունը։ Պատմությունը ճարտարապետությունը մոտեցիր։ Ինչի վրա ենք հիմնվում, այ մեր արմատները մեր պատմությունն է, որ պիտի լավ իմանանք, ապրես, շատ լավ է։ Իսկ լավ, հաջորդը խնդրեմ այո։ Խնդրեմ, այո։ Այստեղ կարող ես փակցնել, այստեղ արմատներից գնանք։ Ուրիշ հայ։ Շատ լավ է, մոտեցիր եւ երևի այստեղ արդեն ճյուղերին փակցնես, այդ ջան։ Ահա, ապրես, խնդրեմ ալեն։ Այո, մեր ուժի մեր պետականության, պետության եւ պայքարի խորհրդանիշները, խնդրեմ։ Ահա, որտեղ ես ուզում փակցնել։ Ճյուղին, խնդրեմ։ Խնդրեմ արի, ինչ տեսար։ Լավ, մոտեցիր, խնդրում ես։ Հանգիստ։ Ահա։ Լավ, այժմ դու կարտատեսնեմ։ Լավ, լսեցին, խնդրեմ զարկիս, մոտեցիր տեսնեմ։ Ինչ լսեցին։ Պարու սևակի ձայնը լսեցին, խնդրեմ։ Այո։ Ուշադիր, լավ ես արի, եթե դու ինձ է շատ լավ է, լսել եք պարու սևակի ձայնը։ Իզաբելա։ Գիրոմե, ով բարձր որից ասա։ Լավ, կոմիտասի ձայնը, ես ժողովի ասը դու ինչ ես կերես, արակ լրացնում արեք, թե ինչ լսեցի, ես է լսեմ կերես։ Մոտեցիր, խնդրեմ անանի։ Որով է երկը, մոտեցեք, ուրեմն պարու սևակի ձայնը գյուղացիների աշխատանքի ժամանակ երկերը, ասա տեսնեմ։ Ես լսեցի հորովերը հայ ժողովրդի երկերը գյուղացու ձայնը կոմիտասի երկը, զինվորների պայքարը։ Պայքարի կոչերը։ Լավ, հաջորդը, ինչ զգացին, մարի մոտեցիր։ Արի, հպարտություն, ջերմություն, թախի։ Դու մի անգամից քո թերթիկի վրա անել ինչ ես կրել, լավ, հայ։ Ուզմունք, մարդական տրամադրություն, ուրախություն, թախից, զգացություն։ Լավ, արի։ Ես զգացի ազգի սուշոտ։ Ազգի ուժը մեր ապրես շատ լավ է։ Ադի, լրացնում ենք վերջին կետը ինչ հասկացանք։ Ես հասկացա, որ պիտի պահեցինք եւ փառաբանենք մեր հայրենիքը։ Լավ, խնդրեմ մոտեցիր։ Հացու։ Ես հասկացա, որ պետք է սիրել եւ պաշտպանել մեր երկիրը։ Շատ լավ է, խնդրեմ կարապետ։ Ու լինելու է։ Գնա, շատ լավ է, գնացում։ Ես հասկացա, որ պետք է լինենք պարզ, որ ունենք այսպիսի պատմություն եւ որ ապրենք Հայաստանում։ Որ ապրում ենք ու ապրել ենք Հայաստանում, ապրեք։ Ահա, գնա անի։ Ես հասկացա, որ պետք է դասավորենք մեր ասում համար պիտանի մասնանանք։ Շատ լավ է, շատ ապրես։ Կարտատես Համարյան ջան։ Որ մենք պիտի լինենք ու դեր շատանանք, որ մենք
արժևորեցիք նաև, թե ինչ պիտի անեք, որն է ձեր դերն ու նշանակությունը, մեր այս փառահեղ փառապանծ պատմությունը, մեր հրաշալի մշակույթը, մեր լեզուն, մեր հոգևոր հավատը, այս ամենի շնորհիվ, այս ամենը դարերի ընթացքում ստեղծել է մեր ժողովուրդը, այս ամենի շնորհիվ հաղթահարել ենք դարերի փորձությունը երեխաներ եւ եկեն հասել են 21-րդ դար։ Եվ կարծում եմ պիտի շարունակի գնալ մեր ժողովուրդը եւ մենք էլ պիտի ինչ անենք, ծաղկեցնենք մեր հայրենիքը։ Եվ եկեք Սևակի մեկ այլ բանաստեղծության տողով ամփոփենք